Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Իրանն ու Իսրայելը 4-րդ օրն է փաստացի պատերազմի մեջ են։ Գիշերը փոխադարձ հարվածները շարունակվել են, Իրանում սպանվել են Հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներ, այդ թվում հետախուզության պետը։ Հարևան Իրանում ծավալվող ռազմական գործողություններն ազդել են Հայաստան բեռնափոխադրումների վրա։ Մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բերիս Էքինջիի հետ։ Երկկողմ ու տարածաշրջանային հարցեր են քննարկվել։ Ավտոբուսի գիծը վերականգնելու պահանջով քասախցիների խաղաղ ցույցը ոստիկանությունը բռնի ուժով ցրեց, բռնության ենթարկելով նաև լրագրողին։ Քաղաքային իշխանությունները ցանկանում են վերացնել թղթային QR կոդերով տոմսերը, այդպիսով փորձելով պայքարել թերհավաքագրումների դեմ։ Երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Ուժեղ քամին ավերածություններ է արել ապարանում, կարկուտը Շիրակի մարզի դաշտերն է վնասել։ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում։ Իրանը գիշերը նոր հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական քաղաքներին, Իսրայելն էլ իր հերթին շարունակել է հարվածները Իրանի կենտրոնական հատվածին։ Կեսօրին Իսրայելի վարչապետը կոչ արեց Թեհրանի բնակիչներին տարհանվել, ինչին հետևեցին նոր հարվածները։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը հաղթանակի ճանապարհին է։ Արդեն 4-րդ օրն է Իսրայելն ու Իրանը հարվածում են միմյանց, երկու կողմում էլ զոհեր վիրավորներ կան։ Գիշերը իրանական զինուժը հարվածել է Թել Ավիվին, Հայֆա քաղաքին, վնասվել են բնակելի շենքեր, նաև Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը։ Իսրայելն իր հերթին հայտնել է, որ Իրաքի մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում Քուդս ուժերի Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին։ Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ևս 4 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում հետախուզության պետին։ Էֆի Դեֆրինի պնդմամբ Իսրայելի օդուժը հանգիստ գործում է Թեհրանի երկնքում, կշարունակի հարվածել արևելքում գտնվող միջուկային եւ հրթիռային օբյեկտներին եւ արդեն ոչնչացրել է երկիր-երկիր դասի հրթիռների 1/3-ը։ Սրանք արձակման խոշոր կայաններ են, որոնցից մի քանիսը տեղակայված են բեռնատարների վրա։ Յուրաքանչյուրը պետք է արձակեր տասնյակ հրթիռներ, որոնք կհարվածեին Իսրայելին եւ իսրայելական ակտիվներին։ Ըստ իրանական լրատվամիջոցների Իսրայելը հարվածել է նաև Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին եւ Թեհրանի արևմուտքում գտնվող ռազմաբազայի։ Իսրայելի զինուժը բնակիչներին նաև զգուշացրել է տարհանվել Թեհրանի որոշ հատվածներից։ Ուրբաթ օրվանից սկսված հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 224, վիրավորվել 1300-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում կա 24 զոհ, 590-ից ավելի վիրավոր, մեծ մասը խաղաղ բնակիչներ։ Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր քննադատել է Իրանի ղեկավարությանը, սպառնացել, որ կշարունակեն հարվածները եւ ծնկի կբերեն Իրանին։ Իսրայել կացն ասել է, որ Թեհրանի բնակիչները շուտով ծանր գին կվճարեն, թեև հավելել է, որ խաղաղ բնակիչներին վնասելու մտադրություն չունեն։ Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, փորձելով կանխել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը։ Հաղորդվում է, որ Իսրայելի ավելի ինտենսիվ դարձող հարվածների ֆոնին բնակիչներից շատերը դուրս են գալիս մայրաքաղաք Թեհրանից ավելի ապահով վայրերում պատսպարվելու։ Շարունակվող հարվածների ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Իսրայելին։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելն ու Իրանը գործարքի կգնան ու կթույլատնեն լարվածությունը։ Հուսով եմ համաձայնություն ձեռք կբերվի, կարծում եմ ժամանակն է, որ համաձայնության գան։ Երբեմն կողմերը ստիպված են լինում պայքարել, բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Իսրայելի վարչապետը Fox News-ին ասել է, որ համաձայնության կգան, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից։ Խնդիրը ըստ Բենյամին Նեթանյահուի լարվածության թույլատումը չէ, այլ որ դադարեցվի այն ամենը, ինչը սպառնում է Իսրայելի գոյությանը։
Իրանի նախագահն էլ պատասխանել է, որ մտադիր չեն միջուկային զենք ստեղծել, սակայն իրավունք ունեն միջուկային ծրագիր զարգացնել խաղաղ նպատակներով եւ թույլ չեն տա որևէ մեկը խլի այդ իրավունքը։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, ոչ էլ նախաձեռնել է այն, ապա շեշտել է. Իսրայելը Միացյալ Նահանգների թույլտվությամբ է սկսել հարձակումը եւ որքան սրի իրավիճակը, այդքան ավելի կոշտ պատասխաններ կստանա։ Մենք ոչ մի կերպ չենք ձգտում ընդլայնել պատերազմը, բայց մինչև այժմ համարժեք պատասխաններ են տրվել։ Որքան նրանք փորձեն սրել իրավիճակը, բնականաբար պատասխանները կդառնան ավելի կոշտ եւ դաժան։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Իսրայելի հարձակումները։ Մեր գործակալության փոխանցմամբ Իսմայիլ Բաղային ասել է, որ այս պայմաններում զսպվածություն պահանջելը պարզապես երեսպաշտություն է։ Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ, դա պատերազմ է մարդկության դեմ։ Այս պատերազմը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, օրենքի գերակայությանը եւ բոլոր այն արժեքներին, որոնց համար մարդկությունը պայքարել է։ Բաղային նաև հայտնել է, որ Իրանի խորհրդարանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու օրինագիծ է պատրաստում, թեև Իրանը շարունակում է դեմ լինել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը։ Ու մինչ Իրանն ու Իսրայելը հարվածում են միմյանց, ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ուսումնասիրում է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը։ Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին այսօր արտահերտ նիստի ժամանակ հայտնել է, որ առաջին հարվածներից հետո Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում նոր ավերածություններ չկան։ Նաթանզում ոչնչացվել են այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։ Բուշերի ատոմակայանը նաև Թեհրանի հետազոտական ռեակտորը վերջին հարձակումներից չեն տուժել։ Սպահանի ատոմակայանում վնասվել է 4 շենք։ Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջարկել են միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ ասել է, որ կապի մեջ են Իրանի եւ Իսրայելի հետ, խնդիրը քննարկում են նաեւ Միացյալ Նահանգների հետ։ Ըստ Wall Street Journal-ի Իրանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ եւ արաբական միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկում, որպեսզի դադարեցվի պատերազմը։ Թեև ըստ իրանական Թասնիմ գործակալության հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ պատրաստ են երկարատև պատերազմի։ Ռազմական գործողությունների ֆոնին իրանական ռեալն ԱՄՆ դոլարի նկատմամբ 10%-ի անկում է գրանցել։ Իսրայելը սկսել է հարվածել Իրանի պետական հեռուստատեսությանը։ Թիրախավորումից առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ շուտով Իրանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն մեջբերեմ կանհետանան։ Մինչ այդ Իսրայելը տարհանման հրահանգ էր տվել Թեհրանի այն թաղամասի բնակիչներին, որտեղ գտնվում է հեռարձակողը։ آنچه که ملاحظه کردید صدایی که شنیدید فضای غبارآلود استدیو Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով արդեն իսկ խնդիրներ են ծագել դեպի Հայաստան մատակարարումներում։ Այսօր էկոնոմիկայի նախարարն է տեղեկացրել, որ հայկական բեռների մի մասը իրանական նավահանգստում է մնացել, մի մասը ճանապարհներին։ Միևնույն ժամանակ դեռ չեն լուծվում խնդիրները կապված Հայաստանի երկու բաց սահմաններից եւս մեկի վրացականի հետ։ Այստեղ շարունակվում են հայկական բեռների շաբաթներ տևող ստուգումները։ Կառավարությունից հայտարարում են, Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Ուժում են ինչպես Հայաստան ապրանքներ գրողներն, այնպես էլ արտահանողները։ Իսրայել-Իրան հակամարտության 4-րդ օրը տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, որոշ բեռներ այժմ Իրանի հարավային Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում են, մի մասն էլ Իրանի ճանապարհներին է կանգնած։ Պապոյանն ասում է, խնդիրները բազմաթիվ են։ Հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում։ Ժամեր անց թեմային անդրադարձավ նաև ֆինանսների նախարարը Վահե Հովհաննիսյանի խոսքով կարող են տուժել դեպի Հայաստան մատակարարումները։ Դրանք կարող են խաթարվել, երկարացել, երկարել, թանկանալ եւ այլն, այսինքն այսպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ։ Իսրայել-Իրան հակամարտությունը սրվեց նախորդ շաբաթավերջին։ Երկրներն արդեն 4 օր է փաստացի պատերազմի մեջ են։ Ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք, կառավարությունում հանդիպումներ եղել են ստեղծված իրավիճակը քննարկելու ու գործողությունների պլան մշակելու նպատակով։ Սովորաբար այդպիսի քննարկումները նախաձեռնվում են անվտանգության խորհրդի կողմից։ Ես Քանի որ այդ ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը, եթե ճիշտ եմ հիշում, այս օրերի ընթացքում այդպիսի քննարկում դեռ չի եղել,
եւ մենք քանի որ այսօր էլ վաղն էլ զբաղված ենք լինելու ակտիվ բյուջեի հաշվետվության հետ կապված հարցերով, վստահ եմ, որ առաջիկայում բնականաբար քննարկումներ կլինեն։ 2024-ի տվյալներով Իրանը Հայաստանի 4-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից, Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, ավելի քան $730 միլիոն ցուցանիշով։ Իրանից ներկրվող հիմնական ապրանքներն են վառելանյութերը, շինանյութերը, մետաղները եւ այլն։ Ռազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքով ապրանքներ տեղափոխելու դժվարությունները հաջորդում են Վրաստանով բեռնափոխադրումների խնդիրներին։ Մոտ մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայությունը որոշեց հայկական բեռնատարներին ընդհանրապես արգելել հատել հայ-վրացական սահմանը, սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ։ ՊԵԿ-ը հայտարարել է, նպատակահարմար չեն համարում հայկական բեռնատարների անցումը Վրաստան։ Արգելքը ժամանակավոր է, քանի դեռ սահմանի վրացական հատվածում կուտակումները չեն կարգավորվել։ Արդեն մի քանի ամիս է Վրաստանը ստուգում է իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները, թե ինչու հայկական կողմն այս ամիսների ընթացքում դեռ չի հստակեցրել։ Վրաստանում բեռնատարները շաբաթներով հերթերի մեջ են մնում։ Երևանը պաշտոնապես հայտնում է խնդիրների վերաբերյալ վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել։ Հայաստան այսքան բավականին մտահոգիչ բեռնափոխադրման եւ լոգիստիկ խնդիրների առջեւ է կանգնած։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է Հայաստանի համար բեռնափոխադրման հիմնական ուղին Վրաստանն է։ Բեռների մեծ մասը հենց Վրաստանի տարածքով է փոխադրվում։ Վրաստանի ուղղությամբ խնդիրը ավելի սուր է, քանի որ մեր բեռնափոխադրման մեծ մասը այս երկրի տարածքով է լինում։ Սա պետք է առաջինը մեզ համար լիներ որպես ահազանգ եւ պետք է մեր իշխանությունները օր առաջ մտեն, բայց ճիշտ հակառակը խնդիրը ավելի է մտանում։ Դատելով էկոնոմիկայի նախարարի խոսքերից, Երևանն ու Թբիլիսին մոտ չեն խնդրի լուծմանը։ Էլի Վրաստանի գործընկերներից նամակ ստացա, որ օրվա ընթացքում իրենք ինձ կզանգահարեն այս հարցի հետ կապված, որովհետեւ որոշակի դանդաղումներ մենք նկատում ենք, այսինքն տեսնում ենք մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո մի 1-2 օր որոշակի արագություն կար, որը բավարարում էր մեզ, հիմա կա տեմպ, բայց այդ տեմպը շատ դանդաղ է, օրը մի քանի մեքենա, որը էլի խնդրահարության մեզ համար, չնայած որ մենք մեր մասով բոլոր պայմանավորվածությունները, որ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք, բոլորը 100% պահպանել ենք եւ ակնկալում ենք, որ մեր Վրաստանի գործընկերները եւս իրենց մեր պայմանավորվածության իրենց մասը իրենք կպահպանեն։ Փաստացի այս պահին Հայաստանի երկու բաց սահմաններով բեռներ տեղափոխելու խնդիր կա, թե պետական եկամուտների կոմիտեն հայկական բեռնատարների համար դեռ որքան փակ կպահի հայ-վրացական սահմանը, Մաքսային մարմինը չի պարզաբանում։ Հարևան Իրանի վրա Իսրայելի հարձակումից 4 օր անց, երբ արդեն նաև խնդիրներ են ծագել հայկական բեռնափոխադրումների հետ, Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ դեռ չի անցկացվել։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկություն չկա։ Մինչ այդ փորձագետները մտահոգված են, թե ինչպես կարող են հարևան երկրում ծավալվող ռազմական գործողություններն ազդել Հայաստանի անվտանգության վրա։ Չնայած հարևան Իրանում արդեն 4-րդ օրը շարունակվող պատերազմական գործողություններին Հայաստանի անվտանգության խորհուրդը լուռ է։ Պաշտոնապես չի հաղորդվում, արդյոք անցած օրերին խորհուրդը նիստ գումարել է, քննարկելու երկրի հարևանությամբ ծավալվող իրադարձությունները, արդյոք քայլեր ձեռնարկում են Հայաստանի վրա անվտանգային եւ տնտեսական ազդեցությունները մեղմելու կամ կանխարգելելու ուղղությամբ։ Անվտանգության խորհրդից ազատությանը փոխանցեցին, եթե նիստ լինի, կտեղեկացնեն։ Ցավոք սրտի այսօր մենք պիտի արձանագրենք, որ իրավիճակը զարգանում է ամենաբացասական սցենարով։ Իսրայելի ու Իրանի միջև ծավալվող ռազմական գործողություններին զուգահեռ մեծանում են անհանգստությունները Հայաստանի անվտանգության հետ կապված։ Ապրի Արմենիայի փորձագետ Սերգեյ Մեքոնյանի համոզմամբ այս առճակատումը կարող է բացասական հետևանքներ թողնել Հայաստանի վրա, թե անվտանգային եւ թե տնտեսական առումով։ Նախ արևելագետը մատնանշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմաններին, մասնավորապես սահմանակից Նախիջևանում անցկացվող համատեղ զորավարժությունները։ Փորձագետն ընդգծում է, Նախիջևանը դառնում է Հարավային Կովկասում ամենառազմականացված կետերից մեկը։ Սերգեյ Մեքոնյանը պատահական չի համարում նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի օրերս արած հայտարարությունը, թե Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են փորձել օգտվել այս հնարավորությունի պատուհանից, որը բացվում է։ Երկրորդ Զանգեզուրի միջանցքի հետ կապված նկատի ունեք։ Կախված արդեն այս սցենարի, որովհետեւ Ադրբեջանի օրակարգը չի սահմանափակվում Զանգեզուրի միջանցքի օրակարգով։ Իրանց օրակարգը ավելի լայն է, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի
օրակարգն է նաև ներառում, որ ուղղված է ընդհանուր Հայաստանի պետականության դեմ։ Արևելագետի համոզմամբ Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական հնարավոր ռազմական գործողությունները կախված են այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի հյուսիսում։ Արդյոք իսրայելական հարվածներից հետո Թեհրանը կզրկվի վերահսկողության հնարավորությունից նաև իր սահմաններից դուրս։ Խոսքն այս դեպքում ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին է։ Զանգեզուրի միջանցք բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Ժամանակը հատված է կախված է հիմնականում ինչ իրավիճակ տեղի կունենա Իրանի հյուսիսում։ Մենք տեսնում ենք, որ շատ ակտիվ աշխատում են տարբեր ՀԱՏՍ-ները եւ իսրայելական կործանիչները, որպեսզի ոչնչացնեն իրանական ՀՕՊ համակարգը հյուսիսում, Թավրիզի շուրջ օրինակ, նաև թիրախավորված է ռազմական տարբեր օբյեկտները, այն դեպքում եթե տեսնեն, որ հյուսիսում արդեն տարբեր խնդիրներ կան գետնի վրա եւ դժվար է վերահսկել իրավիճակը սահմաններից դուրս, որովհետեւ բոլորը հասկանում են, որ նաև իրանական ՀՕՊ-ը խնդիր կարող լինի ադրբեջանական ԱՏՍ-ներին դեմ, որը Իսրայելից մատակարարվում էին, եւ եթե այնտեղ ռազմական ունակությունը եւ օպերատիվ հնարավորությունները իրանական նվազեն, սա արդեն կբանա այս հնարավորությունների պատուհանը։ Չբացառելով Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, ապրի Արմենիայի փորձագետը մեկ այլ անվտանգային խնդիր է բարձրաձայնում։ Հայաստան մատակարարվող զենքի հիմնական ճանապարհը հենց Իրանով է անցնում։ Հաշվառնելով, որ մեր հիմնական տրանզիտը զենքի եւ զինամթերքի Հնդկաստանից գալիս է Իրանի տարածքով, իսկ հիմա այս տարածքը լինდა ցամաքային կամ օտային ճանապարհը խնդրահարույց է դառնում։ Հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Չնայած փորձագետների ու քաղաքական գործիչների աճող մտահոգություններին, անցած շաբաթվա վերջին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Այո, այդ վտանգը առնվազն Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա։ Դաշնակցության գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր նշեց, մտահոգություններ ունեն, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել իրավիճակից։ Ընդդիմադիր պատգամավորը սակայն նշում է, պարզ չէ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ որ քայլեր ձեռնարկում են, հանրային մակարդակում դա չի երևում, իսկ ներքին աշխատանք կա, թե ոչ, դժվարանում է ասել։ Հիմա արդյոք այս իշխանությունները դա կանխման համար համապատասխան քայլեր արել են, վստահ չեմ։ Արդյոք Իրանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնել են։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ամենօրյա կապի մեջ են տեղի իրենց կառույցի ներկայացուցիչների հետ։ Վստահեցնում եմ, որ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա, բայց բնականաբար երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ եւ կա շատ մեծ մտահոգություն։ Հայաստանը վարչապետի մակարդակով դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Տարածաշրջանային այս աննախադեպ լարվածության պայմաններում Անկարա է մեկնել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել իր թուրք պաշտոնակից Բերի Սեքինջիի հետ։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այլ մանրամասներ չկան, բայց լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Թուրքիա է մեկնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը համենայն դեպս անցած շաբաթ չէր հերքել այդ տեղեկությունը, սակայն հրաժարվել էր հստակեցնել հանդիպման օրն ու օրակարգը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ավտոբուսի գիծը վերականգնելու պահանջով քասախցիների խաղաղ ցույցը ոստիկանությունը բռնի ուժով ցրեց, բռնության ենթարկելով նաև լրագրողին։ Քաղաքային իշխանությունները ցանկանում են վերացնել թղթային QR կոդերով տոմսերը, այդպիսով փորձելով պայքարել թերհավաքագրումների դեմ։ Երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Ուժեղ քամին ավերածություններ է արել ապարանում, կարկուտը Շիրակի մարզի դաշտերն է վնասել։ Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս օրը չի սկսում կաթողիկոսի հեռացման մասին գրառումներով։ Իրավական ոլորտի մոտ 2 տասնյակ մասնագետներ սակայն կարծում են, որ վարչապետի արդեն իսկ հրապարակված գրառումները բավարար են, որպեսզի դրանցով զբաղվեն իրավապահները։ Վարչապետը 4-րդ օրն է ոչ մի գրառում չի արել վեհափառի եւ բարձրաստիճան մյուս հոգեվորականների մասին։ Չկան նաեւ սաղմոսները, բայց Նիկոլ Փաշինյանի գրառումները վերլուծելու համար այժմ էլ գործի են անցել մասնագիտական խմբերը։ Այսօր մի սեղանի շուրջ իրավական ոլորտի մոտ 2 տասնյակ ներկայացուցիչ էին հավաքվել։ Նախ լսեցին քննարկմանը ներկա հոգեվորականներին։ Մայրաթորի դիվանապետը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին տրվի հստակ իրավական գնահատական։ Գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որը ի վիճակի է այդպիսի բառապաշար եւ այդպիսի խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ։ Վարչապետի գրառումները ոչ միայն անպարկեշտ են, այլ նաև հանցավոր, հայտարարեց քննարկման մասնակիցներից փաստաբան Արմինե Ֆանյանը։ Ընթերցեց այդ գրառումներից որոշները, ապա պնդեց իր գնահատմամբ Հայաստանի ղեկավարի արարքները համապատասխանում են քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածներին՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն եւ ատելություն, անհանդուրժողականություն հրահրելուն։ Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն, մի պահ վերանանք այն հանգամանքից իրականություն է դա թե ոչ, բայց ըստ էության նրա խոսքում հստակ երևում է, որ նա իր իշխանական լիազորություններն օգտագործելով անձանց մասնավոր կյանքի մասին հավաքել եւ պահում է տեղեկություններ, ոչ միայն պահում է, այլ նաեւ դրանք հասանելի է դարձրել լայն հանրության շրջանակներին, ամենայն դեպս Facebook-յան իր օգտատերերի շրջանում։ Կառավարության ղեկավարը 2 շաբաթ ամեն օր եկեղեցականների եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսի մասին էր գրում։ Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայրաթորը պարզաբանի, արդյոք Գարեգինբան խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ վեհարանը վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սահմանադրության մի քանի հոդվածներ թվարկեց ու պնդեց, Փաշինյանը շրջանցելով սահմանադրական արգելքները միջամտում է եկեղեցու գործերին։ Իսկ հակադարձումներին, թե եկեղեցին էլ պետության գործերին է խառնվում, մասնագետը կրկին սահմանադրական կարգավորումներին հղում անելով շեշտեց. եկեղեցականները ազատ են իրենց կարծիքը արտահայտելու, իշխանությանը քննադատելու հարցում։ Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ մի դրույթ, որը, ասենք, անալոգիայի կարգով, ինչպես դատավորների հետ կապված, սահմանի, որ եկեղեցական գործիչները քաղաքական չեզոքության կամ զսպվածության պահանջի ներքո են գտնվում։ Նման որևէ դրույթ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար այստեղ ասիմետրիան գործում է ամբողջությամբ։ Պետությունը իրավունք չունի, եկեղեցու սպասավորները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Վարչապետն ասում է, ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցն իրեն հուզում է որպես հայ առաքելական եկեղեցու ջերմ հետևորդ, բայց վեհափառի մասին գրառումները տեղադրում է իր ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցող Facebook-ի պաշտոնական էջում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, Փաշինյանը վարչապետի կարգավիճակը չարաշահելով առաջնորդում է եկեղեցու դեմ արշավը։ Որպես նախկին օմբուդսմեն հիշեցնում է, սա հին արմատներ ունի։
Անընդհատ փորձում են թաքնվել ինչ-որ հասկացությունների տակ։ Ես որպես հայաստանյան ծառայքելական եկեղեցու, ասում են հավատավոր զավակ, ու սկսում են իրենց ապօրինի բացահայտ գործունեությունը։ Սա ընդհանրապես ծածկվելու այդ անօրինականությունների տակ ծածկվելու փորձ են անում։ Նրանք դա անում են իշխանական ազդեցությունն օգտագործելով, կոնկրետ պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Վարչապետը դեռ չի հայտնել կաթողիկոսին հեռացնելու եւ նոր կաթողիկոս ընտրելու հարցով ստեղծվելիք խմբում ովքեր են ցանկանում ընդգրկվել եւ այդ 10 հոգուն ընտրելուց հետո ինչ առաջադրանքներ են նրանց տրվելու։ Մայրաթոռում համոզմունք ունեն, որ Նիկոլ Փաշինյանը վեհափառին հեռացնելու հարցում հաջողության չի հասնի։ Արշակ Սրբազանն ասաց, մարգարե չէ, բայց եւ հավելեց, ձեռքները ծալած նստած չեն։ Մենք քննարկումներ ունենում ենք, բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումների կամ այդ քննարկումների արդյունքների կամ մեր պլանավորումների մասին կարիքը կա, որ ես հանրայնորեն հնչեցնեմ։ Մենք հետևում ենք իրադարձություններին, իհարկե, պատրաստ ենք, որոշ ծրագրեր, որոշ մտածումներ ունենք, կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր հնարավոր սցենարների համար մենք ունենք լուծումներ։ Ընդգծված է վեհափառ հայրը, թե ոչ։ Ոչ։ Որ վեհափառին փոխելու Նիկոլ Փաշինյանի օրակարգը կձախողվի, Շիրակի թեմի առաջնորդը կասկած չունի։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Այսօրվա քննարկման նախաձեռնողներն ու մասնակիցները նաև համատեղ հայտարարություն ընդունեցին, պնդելով, թե եկեղեցու դեմ քայքայիչ արշավը պետք է կանխել։ Քասախցիների պարզ ու խաղաղ պահանջը ունենալ մատչելի ավտոբուս այսօր հանդիպեց ոստիկանական շատ կոշտ արձագանքի։ Քասախը Երևանի կենտրոնից նույնքան հեռու է, որքան օրինակ Ավան թաղամասը, բայց Կոտայքի մարզում է եւ կառավարությունը որոշել է, որ Երևանից Քասախ հասնող ավտոբուս այլևս չի գործելու։ Քասախցիները հիմա ստիպված մի քանի ավտոբուս պիտի փոխեն եւ առնվազն կրկնապատիկ վճարեն ամեն օր դասի կամ աշխատանքի հասնելու համար։ Արժանապատիվ ու հարմար տրանսպորտ ունենալու նրանց պահանջը այսօր ավարտվեց ոստիկանության բռնությամբ եւ բերման ենթարկելով։ Ընդ որում բռնության ենթարկվեց նաեւ ակցիան լուսաբանող լրագրողը։ Ուշագրավ է, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտող եւ նրան հարվածող ոստիկանի նկատմամբ քրեական գործ դեռ չի հարուցվել։ Մի քանի րոպեում ոստիկանները քաշքշելով ցուցարարներին, հարվածելով լրագրողին, բացեցին Երևան աշտարակ մայրուղին, որն այսօր վաղ առավոտյան քասախցիներն էին փակել մի պարզ պահանջով։ Ավտոբուս են ուզում, որ մայրուղուց իրենց գյուղ հասցնի։ Դուք ուժեղ եք, դուք բոլորս կարող եք հասնել ձեր հարցի լուծմանը։ Ես ուզում եմ իմ 59-ը գա, որ ես նորմալ օգտվեմ։ Գյուղը երջանիկ էր, երբ մայրաքաղաքային 59 համարի տրանսպորտը սպասարկում էր քասախցիներին։ Վերջերս սակայն խնդիրներ առաջացան, երբ Երևանի հետ կապը սկսեցին ապահովել 3 տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Այսօր էլ հենց մայրուղու վրա իրենց բողոքը հայտնող գյուղացիները փորձում էին պատկերավոր բացատրել, ինչպես է Քասախը տուժել կառավարության տրանսպորտային բարեփոխումներից։ Բայց այս անգամ էլ բողոքի ձայնը ուժով լռեցվեց։ Հարգելի ոստիկաններ, մնացեք ձեր լիազորությունների ներքո։ Դուք իրավունք չունեք խոչընդոտելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու լիարժեք բողոքի ձայնը հայտնելու իրավունքից։ Իմանչափահաս որդին ինչ արել։ Միասին նույն մարդկանց հետ ում որ թվարկեցին համագյուղացին, նրանց հետ տարել են։ Չգիտեմ, այս ինչ են անում, այս ով են այս մարդիկ ընդհանրապես, այս երեխեքի համար են կանում, որ եկուց մյուս օր հանգիստ կանեն, հելնեն այդքան գան։ Սրիկայությունն է իրենց արած, այդքան բան։ Ոստիկանական գործողությունների հետևանքով 11 ցուցարար է բերման ենթարկվել, բայց այսքանով իրավապահները չբավարարվեցին։ Կարմիր բերետավորներից մեկը որոշեց, որ պետք է հարվածի ակցիան լուսաբանող 24 News-ի լրագրողին եւ խոչընդոտի նրա մասնագիտական աշխատանքը։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանը աշխատանքից ազատվել է։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, որ այս ոստիկանը այսպիսի վարքագիծ է դրսևորում։ Իսկ քրեական գործ դեռ հարուցված չէ, չնայած վաղ առավոտից համացանցում տարածված կադրերին։ Քննչականից հայտնեցին, որ հաղորդում չեն ստացել։ Սա այդուհանդերձ միակ մտահոգիչ հատվածը չէր։ Ավիթին էլ նենց խփեցին գլխին, այդ ոստիկանը ֆիքսել են կովա։
նույն ժողովուրդը չի, որ ընտրեց ամենամեծ պաշտոնյաներին կառավարության ու այս նույն ձևով։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մեր հարցը, մեր խնդրանքը չեն կարող նույն ձևով անել։ Մինչև այս քաշքշոցը գյուղացիները փորձում էին ոստիկանական պատին բացատրել, ինչու են փողոց դուրս եկել, ինչու հնարավոր չեղավ մարզպետի հետ բանակցություններից հետո խաղաղվել, ինչու գեթ 1 պաշտոնյա այս տևական պայքարի ընթացքում այդպես էլ չեկավ ու չհետաքրքրվեց քասախցիներով։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 10 օր առաջ էր խոստովանել, որ խնդրին լուծում չունի։ Դուք էլ կարող եք ականատես լինել։ 59 համարի տրանսպորտը հասնում է մինչև մեր համայնքի մուտքի մոտ։ Եվ դատարկ նորից պտտվում հետ է գնում։ Կարող ենք մենք հասկանալ, որ մեր համայնքին պատժում են դրա համար։ Ինչ է նշանակում համայնքի բնակիչը կարոտով նայի, որ իր տրանսպորտը գալիս ու ինքը չի կարողանում դրանից օգտվել։ Ում ենք հարգեր մուծում, տուրքեր մուծում ենք, որ մեր ավտոբուսը հելնի, գազել մտնի, մեկ կզած մանգան։ Ախր մեծ բան էլ չենք պահում։ Սաղն էստես մեկը չեք էստեղ։ Ինչ ենք պահում։ Հեսա մյուսնան ինտրությունները։ Կանիսն է գալուս է խնդրեք, ախպեր, արեք մեզ ձայն տվեք։ Մեկը տարեք հարգեք էս մարդկանց ախպեր։ Մի ամբողջ համայնք է։ Իդեպ, Մայրուղու վրա այսօր պարեկներ էին նաև աշխատում։ Արագընթաց ճանապարհի վրա չկա գեթ 1 անցում, որ նույն քասախցին կարողանա հատել եւ օգտվել տրանսպորտից։ Բայց այսօր բացառիկ օր էր, բողոքի ցույց էր։ Այդ պատճառով թերևս Երևան աշտարակ Մայրուղու վրա ոստիկանի պակաս չկար։ Քաղաքային իշխանություններն արդեն ոչ միայն ընդունում են, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց հետո թեր հավաքագրումներ են, այլև որոշել են երևույթի դեմ քայլեր ձեռնարկել։ Քաղաքապետարանի կարծիքով տրանսպորտի վճարների հավաքագրման խնդիրների պատճառը ոչ թե կազմակերպչական թերություններն են կամ սխալ հաշվարկը, ինչպես տրանսպորտային ռեֆորմի մեկնարկից ի վեր պնդում են քննադատները, այլ թղթային QR կոդերով տոմսերը։ Դեռ նորեն երևանցիները վարժվել մետաղադրամների փոխարեն կոդերով թղթերի համակարգին, քաղաքապետը ցանկանում է այդ տոմսերն էլ վերացնել, բայց թե ինչ է առաջարկվում դրանց փոխարեն դեռ ոչ մի հստակություն։ Երևանի քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի սակագինը բարձրացնելիս տրանսպորտային պարկի թարմացում էին խոստանում, պնդում, որ բարեփոխումներն առանց թանկացման հնարավոր չէ իրականացնել։ 5 ամիս էլ չի անցել, հիմա արդեն հայտարարում են, որ նոր տրոլեյբուսների ձեռքբերման գործընթացն ավարտին չեն կարողանում հասցնել։ Գերման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները, սակայն պարոն քաղաքապետը հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարարականի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգելու։ Զուգահեռ Երևանը միլիարդավոր դրամներ է կորցնում չգանձված տոմսերի պատճառով։ Գործակարգավարական նիստում ներկայացված տվյալները վկայում են։ Հունվարից մայիս ամիսներին ավտոբուսներով կատարվել է ավելի քան 1.8 միլիոն վավերացում, մետրոպոլիտենում մոտ 489,000, իսկ տրոլեյբուսներում ընդամենը 87,953։ Բացի դրանից ավելի քան 87,000 բացասական տարբերություն է արձանագրվել, այսինքն այդքան ուղևոր ինչ պատճառով չի վճարել ուղևորը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է QR համակարգի թղթային տարբերակը վերացնելով խնդիրը կարգավորել։ Թղթային տարբերակով QR կոդերի, այսպես ասած, վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետեւաբար Թելսելի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետք է գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Մայրաքաղաքում ծախսերը կարող են գերակշռել եկամուտներին։ Քաղաքի սեփական եկամուտների հունվար-հունիս ցուցանիշը նախորդ տարվա 6 միլիարդ գերակատարումից անցել է թերակատարման։ Հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի թերհավաքագրումն է։ Եկամուտների հավաքագրման կատարողականը 94% է։ Թերակատարման չափը շուրջ 2 միլիարդ դրամ։ Թերակատարման հիմնական պատճառը հանդիսացել փոխադրավարձի շուրջ 2.5 միլիարդ դրամ եւ նախագծման թույլտվության շուրջ 1.7 միլիարդ դրամ եկամուտների գծով թերհավաքագրումը։ Փաստացի խոստացած բարեփոխումներն ուշանում են, իսկ տրանսպորտային պարկում շարունակվում է շարժակազմերի անսարքությունը։ Ձեռքբերումների համաձայն 40 ավտոմեքենա անսարք է, որից 10-ը ման մակնիշի ավտոբուսներ են։ Երևան ավտոբուսի ղեկավար Բեգլար Կիրակոսյանը պատճառաբանեց խնդիրը պահեստամասերի բացակայությունն է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, վիճակը ձգվում է արդեն կես տարի։ Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։
Տրանսպորտի սակագինը 100 դրամ պահելու կողմնակից ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին թերհավաքագրումները չեն զարմացնում։ Վստահ է թղթային QR-ների վերացումը խնդիրը չի լուծելու։ Լուծումը ինչպես այն ժամանակ հիմա էլ պնդում է 100 դրամ սակագնին վերադառնալն է։ Ավելի վատ կլինի։ Նախ դու այդ տեխնիկապես այդ ամբողջ համակարգը պետք է կայացնես, մի 5 անգամ փորձարկես, հետո նոր մտցնես այդ համակարգը։ Մեր ասածը դա է եղել այն ժամանակ ու հիմա էլ է դա։ Դուք փոխանակ այդ թանկացումից սկսեք, նախ իրան ավելի արդիականացրեք, ստացեք ամբողջական այդ 100 դրամով ամբողջ գումարները, ներհոսքը, տեսեք ինչքան գումար է ստանում, որտեվ կոպիտ ասած կանխի կարանքից դուրս է եկել, հետո նոր մնացած արեք։ Հիմա փաստորեն իրանք պրավալ են տվել, մեզ էլ ասում են, բա գիտես, մանը չեն կարում առնենք, ավտոբուս չեն կարում առնենք, մեր ներհոսքը քիչ է։ Թորոսյանը խնդիր է տեսնում քաղաքային իշխանության կատարած ծախսերի մեջ, իսկ ընդհանուր քաղաքային եկամուտների թերհավաքագրումները վատ վարչարարությամբ ու հարկերի բարձրացմամբ է պայմանավորում։ Պետք է նաև փաստենք, որ տարբեր ոլորտներում հարկային պարտավորություններ են շատանում եւ մարդկանց գործերը լավ չի։ Մեր փոքր միջին բիզնեսի գործը լավ չի։ Ինձ ցույց տվեք մի հատ կազմակերպություն, որը որ օրինակ Հյուսիսային պողոտայի կամ բուլվարի հատվածի կաֆե չի, մենակ այդ կաֆեներն են աշխատում, ընդ էլ շատ հասենք մաքսիմում 1000 հոգի ամեն երեկո այցելում։ Ուրիշ մի հատ բիզնես ինձ ցույց տվեք, արտադրող, տրանսպորտային, տուրիստական, որը տենց լավ պլյուսի մեջ է ու կարա գլուխվա, որ ինքը իր անով կարողանում է լիքը փող աշխատել։ Հավաքանու ընդդիմադիր անդամը կարծում են, որ քաղաքային մի շարք քողակներում ծախսերը պատշաճ չեն կատարվում։ Իրենց ունեցած փաստերը ըստ Թորոսյանի վկայում են, որ գնումները եւ ծախսերն իրականացվում են ոչ օպտիմալ ձևով։ Մտադիր են այս հարցերի ուսումնասիրության համար դիմել, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Եղանակային անոմալիաները վնաս են հասցրել երկու մարզերում։ Նախ տեղափոխվենք Արագածոտնի մարզապարան, որտեղ ուժեղ քամին ու փոթորիկը տանիքներ է պոկել եւ հսկա ծառեր արմատախիլարել։ Ընդամենը 5 րոպեում քամին ապարանում մոտ է թռցրել 20 բազմաբնակարան շենքի տանիք, մոտ 90 սեփական տների տանիքներ, 3 դպրոցի ու 24 վարչական շենքերի ծածկեր է տարել, տապալել 70 էլեկտրասյուն, ավերել 30 մեքենա, արմատախիլ արել 100-ից ավելի ծառեր։ Ես տեսա, որ քոլեջի կրիշը մի անգամից մեջտեղից քամին վեկալեց ու մեջտեղով ես էլ Ռուսաստան եմ խոսում, որ պետք է այսօր հետ հայ Ռուսաստան։ Տենց բան ես ուղղակի չեմ տեսել։ Ու տենց այդ մրրիկը եկավ հավաքելով էս մեր գարաժի կրիշով, մրիշով սենց հապկեց։ Հովիկ Պողոսյանն իր տան պատուհանից է հետևել պտտահողմի ավերածություններին, չգիտի թե ինչ անուն տա այդ քամուն։ Լսել է փոթորիկները Իրմա, Օֆելիա, Կատյա, կանացի անուններ են ունենում։ Աղջկա անուն չեմ ուզում դնեմ, ինչ աղջկա անուն։ Ավիրեց, թողեց։ Աղջիկն այդքան բան կաներ։ Ազատ Բոզոյանը լավ է պրծել, երբ պտտահողմն անցավ իր առևտրային տարածքի տանիքների տակով, ներսում էր։ Սենց բան ես չէի տեսել։ Այն կարգի, որ մի մոմենտ փորձեց դուրս գալ, քշում էր։ Դիմացը սյուներ էին դրոշներով։ Զողերը տեսնում եք, տեղ բան էր, դրոշակներ Հայաստանի Հանրապետության եկեղեցու ապարանի։ Ինքս նայում եմ, թեքված։ Երկուսը պարկավ են ստես։ Ոչ մի բան չեմ տեսել ես այսպիսի բան։ Սարսափելի էր բառեր չի գտնում Տիկին Գոհարը, ապարանում սրբավայր ունեն Բադալի աղբյուրի մոտ մի վիթխարի ծառ քամին արմատներով դուրս քաշեց հողից։ Այդ ծառը այնքան մեծ է, որ իրեքով սենց բռնենք, չենք հասցնի։ Ու էդի շուռա տվի աղբյուրի մոտնա։ Արմատով հանելա։ Ապարանն աղետի գոտի է հիշեցնում, փրկարար ծառայողներն են տեղում աշխատում, տապալված ծառերը մասնատում հեռացնում, կախված տանիքները ապամոնտաժում, գոնե փողոցները, բակերը անցանելի դառնան։ Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ 3-16-10-ին են ահազանգ ստացել, ավելի քան 200 փրկարար է աշխատում տեղում։ Բարեբախտաբար պտտահողմի հետևանքով զոհեր չեն եղել։ Մարդիկ հիմնականում տանն էին, որովհետև հզոր այդ քամուն նախորդել է կարկուտ։ 5 քաղաքացի վնասվածքներ են ստացել։ Քամին այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ պատշգամբ է պոկել տարել, որտեղից որտեղ մի փայտ տարել մտցրել Թագուհի Ալեքյանի տուն։ Ամբողջ տանիքը տարել է, մի հատ երկար 6 մետրանոց հետ մտցրեց պատուհանով ներս դրան, չհասկացանք ինչ կատարվեց։ Չկենտրոնացանք, որ հասկանայինք, մի պահ զգացինք, որ
այս կողմից քամին գալիս է, աշխատեցինք պատուհանները փակել, դու նայում ենք հիշում են ջրատաքացուցիչ, արևային, բոլորը ներքևի չէ։ Գրիշ ընդհանրվեցեց ու չհասկացար օդում ինչ է կատարվում։ Հովսեփյանների 4 եղբայրների իրար կպած բոլոր 4 տների տանիքները տարել է քամին, ընդ որում ենթադրում են պտտահող մգագաթնակետին է հասել հենց այս հատվածում, որովհետև տանիքից մի թիթեղ անգամ չեն գտնում, նույնիսկ տների քարերն է տեղահանարել։ Բոստանի մեջ է սենց սև փոթորիկը միանգամից պատուհանները ցխեց, այն։ Մենք տենց մեզի գցինք ներսն ու գրիշները, շիֆերներ օդի միջով տարան։ Ապարանի համայնքապետարանը բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման գործը սկսել է այսօր առավոտից։ Համայնքապետ Կարեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ չեն սպասի մինչև բոլոր վնասները հաշվառվեն, գույքագրվեն, ֆինանսական հատկացում լինի, որքան հնարավոր է արագ փորձելու են վերացնել վնասը։ Քաղաքացիներից շատերն էլ ինքնուրույն են փորձում վերականգնել տանիքները։ Չեմ էլ ուզում, որ մեր պետությունը չարչարվի, ասենք իմ գարաժի պահով, ես ինքս այդ հարցերը կլուծեմ, ավելի նեղ մարդիկ կլինեն, թող օգնեն նեղ մարդկանց։ Ապարանում գազամատակարարումն արդեն վերականգնվել է, հոսանք ասացին այսօր ավելի ուժ կունենան։ Իդեպ զարմանալիորեն չէին վնասվել քաղաքի դիզայնի մաս կազմող փղերը։ Պարկած էին գետին։ Պարկած էին։ Քամին խփեշուր էր տվել։ Գոնե հիմա անձրև չգա առանց տանիքների մնացած ապարանցիները միայն սա են ուզում, մնացածն ասում են ոչինչ, քամի էր, եկավ գնաց։ Մարդկային զոհ չի եղել, ամենակարևորը էդ է կդիմանանք, ապարանցի ենք ամեն ինչին կդիմանանք։ Շիրակի մարզում էլ քամին ու կարկուտը մեծ վնաս են պատճառել, դաշտերում ցանածը հողին է հավասարվել, գյուղացիները վնասներն են հաշվում, շատերն ասում են դառը դատել են ու հիմա դատարկ նստել։ Շիրակի Ոսկեհազ գյուղում ընդամենը մի քանի օր առաջ լավ բերքի ակնկալիք ունեին, իսկ այսօր արդեն պարզ է, որ դաշտից ոչինչ տուն չեն տանի։ Նամավանդ հացահատիկը, քարին, ոչ մի բան։ Բոլոր 100%-ով, ոչ մի բան, ընդհանրապես ոչ մի բերք չունեն տուն տանելու։ Բոլորը 100%-ով վնասված են, բոլորը։ Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրեր են տուժել անցած շաբաթվա վերջի ուժեղ քամուց ու կարկուտից։ Քամին Գյումրիում, Արտիքում ու մի քանի գյուղերում շենքերի ու տների տանիքներ է քշել տարել, ծառեր արմատախիլ արել, որոշ գյուղերում էլ կարկուտը գյուղացուց շուտ է բերքը քաղել։ 74-ամյա Սերյոժա Սերոպյանը մեկ էլ 74 թվականին է նման ավերածություն տեսել, բայց ասում է այս անգամվան ավելի սարսափելի էր։ Առավոտյան է դաշտում եղել ու սեփական աչքով տեսել կրած վնասը։ Հարդ գնացնային բան չկա դաշտի մեջ։ Թող իսպես եկա անցած մարդու դաշտի կողքով, գիտեմ տերն, ես մարդու դաշտի կողքին նայել եմ, սա նույնը սեփ բաներ, ջարդած թափած։ Հայկ Դանելյանը վարկ է վերցրել ու շուրջ 100 հեկտար տարբեր մշակաբույսեր ցանել։ Երկու սալոն պետք է դառնան։ Սա իշխող մանգաղով քաղաց։ Ինչքան վնաս եք կրել։ 99%-ով։ Ինչքան գումարեիքներ տվել։ Բավականին մեծ։ 40-ից 50 միլիոն։ Մխիթար Մանուկյանի եգիպտացորենի գարու ու արևածաղկի դաշտերում նույնիսկ ցողունները կանգուն չեն մնացել։ Էս է մի հատիկը, էսա վնասված է արդեն, էսի փոփված է արդեն ջարդված։ 5 հեկտար արևածաղիկ եգիպտացորեն, որոնցից ոչ մի բան չի մնացել։ Ոսկեհասկում 1300 հեկտար հող են մշակում, չմշակվող հող գրեթե չունեն։ Գյուղացիները դժգոհում են, թե երաշտի փոխարեն լավ կանեին կարկտահարությունից ապահովագրեին։ Կարկտահարությունը ետեղները դիք սախսեք գիտակցեինք, կենենք, համաձայնենք այդ կողմից, բայց այդ կետը չկար։ Ետեղներ երածնենք, այսօր հեշմե մարդու չէինք դիմե ու կսպասենք մեր երած փոխհատուցումը խոսքի կառավարությունը տար։ Այդ կետը չի եղել, այսօր ժողովուրդը մեղ չունի։ Եթե կետերներ չօգտվենք, մի հատ արդեն հարցի մյուս կողմներ։ Իսկ հակակարկտային կայանները կրակել են, Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն է ասում, կրակել են, բայց օգուտ չի տվել։ Այդ խոշորությամբ կարկուտին չի կարող էլի։ Ինքն էլ է տուժել, եթե կարկուտ չլիներ, ապա հեկտարից մինչև 70 ցենտներ բերքեր ունենալու։ Մոտ 7 միլիոնի է ծախս եմ արել։ Պարադանտով, իր թունակի միկանտներով, սերմերով էլի տար։ Հիմա համայնքներում հաշվառում են, թե ով որքան վնաս է կրել։ Ամեն դեպքում գյուղացին հասցված վնասից միայնակ մեջքը դժվար շտկի։ Չէ։
տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, որ կառավարությունը մեզ օգնի, աջակցի, ամեն ինչ։ Ոսկե հասու է վնասի հետ կապված, ոչ մի տարածաշրջան, ես չեմ պատկերացնում, որ սպես վնաս է կրել, ինչ որ ոսկե հասցին է կրել։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ասաց, վնասը կգույքագրեն, կառավարությանը կներկայացնեն։ Գույքագրում ենք բոլոր խնդիրները, ինչ տեղի են ունեցել, ֆինանսական հաշվարկներն է արվում, թե շենքշինությունների, թե ցանկատարածներն արդեն մի քանի օր հետո մենք կունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու բնականաբար կուղարկենք կառավարություն ու մեր կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար։ Կառավարությունից ասել են հաշվառեն վնասը, տվյալները մշակեն, բայց փոխհատուցում կլինի թե ոչ, մարզպետը դժվարացավ ասել։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղ ժամը 16-ից։ Հաջողություն։